Տախը հնարավորություն տվեց հավատալ իմ ուժերին, ինքնավստահություն ձեռք բերել։ Հյուսիսային ուղի տեղական ակտիվ խմբի անդամ է Արմինե Խասիկյանը։ Թաղիկագործությունը, եթե մի ժամանակ սոսկ հոբի էր, ապա այսօր այն սիրելի գործ է ու երբեմն էլ եկամտի աղբյուր։ Թե ինչպես է տեղական ակտիվ խումբը փոխում անհատների կյանքն ու այս պարագայում հզորացնում կանանց, պատմում է տիկին Արմինեն։ Զբաղվում եմ թաղիկագործությամբ, ասենք դա որպես հոբի, եւ շուղագործությամբ եմ զբաղվում, բայց ավելի շատ թաղիկագործությամբ։ Պատրաստում եմ թաղիկի հողաթափեր, կարող եմ խաղալիքներ, պայուսակներ, դե ինքը քանի որ շատ աշխատատար է, ինչ-որ չափով պետք էր թեթևացնելու համար։ Այժմ տարածաշրջանի բոլոր փառատոներում տիկին Արմինեի աշխատանքները կարելի է տեսնել։ Ձեռագործ աշխատանքները որակով պատրաստելու ու գնորդին հասցնելու համար օգնել են նաև այն սեմինարներն ու տրամադրված գործիքակազմը, որը եւս եղել է Տախի շնորհիվ։ Դիմեցի եւ ասենք հիմա այն սարքավորումներ ունեմ, որոնք աշխատանքից հետո օրական 1 ժամ երևի 1 ժամ ու կես զբաղվում եմ թաղիկագործությամբ, դա ինձ հանգստություն է բերում։ Ավելի շատ։ Ես ասենք չգիտեմ։ Իսկ ինչու հենց թաղիկագործություն, չգիտեմ, եւ ես զբաղվում եմ շուղագործությամբ, ճիշտն ասած, սիրում եմ ուղղակի գործել։ Հետո երբ որ անդադ համացանցում ինչ-որ նոր գաղափարներ էի փնտրում եւ այլն, ինձ հանդիպեց նաեւ թաղիկագործությունը, ու ինձ հետաքրքրեց, սկսեցի խորանալ։ Արմինե Խասիկյանի հաջողության պատմությունը Հյուսիսային ուղի տեղական ակտիվ խմբի հետ, սակայն միայն թաղիկագործությամբ չի ավարտվում։ Տախի շնորհիվ նա նաև նպաստել է համայնքի կանանց կյանքի փոփոխությանը, իրականացնելով եւս մեկ ծրագիր Ամասիայում համայնքի կանայք ու տղամարդիկ կարող են հաճախել ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզասրահ։ Նպատակս էր, որպեսզի մեր համայնքում մենք ունենայինք մարզասրահ։ Ինչից առաջացավ այդ գաղափարը, որտեղ մեր կանայք վազում էին, ճիշտ է, մենք ֆուտբոլի դաշտ ունենք, այնտեղ ինչ-որ մարզումներ էին անցկացնում, բայց դա երկար չէր կարող տևել, մեր բնակչության պայմաններից ելնելով։ Եվ իմ մոտ այդ գաղափարը երբ հղացավ, դե ասեն վստահություն ունեի, որ կարող եմ ծրագրեր անել եւ այլն եւ փորձեցի։ Այս ծրագիրն իրականացվել է նաեւ Ամասիայի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Առողջ ապրելակերպ, ակտիվ կենսակերպ, նոր հնարավորություններ, համայնքային կյանքի զարգացում եւ այլն։ Տախի գործունեությունը մեծապես նպաստում է այս ամենին։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ կանայք են, տարիքով կանայք են մեծ թիվ կազմում հաճախների մեջ, ինքը բավականին կահավորված է, հագեցած է մարզագույքերով, մարզասարքերով։ Հիշեցնենք, տեղական ակտիվ խմբերը մարզերում իրենց աշխատանքը սկսել են Եվրոպական միության ու ավստրիական զարգացման Լիտվո-Շիրակ ծրագրի շրջանակներում։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, Հայկ Գաբրելյան այսօր։